Այսօր զրուցում ենք Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Պարոն Շահնազարյան, Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանի դեմ տեղի ունենում ոչ թե պատերազմ, այլ ընդհարում, եւ որ Իրանը ուզում է գործարք, բայց դեռ պատրաստ չէ այդ գործարքին։ Մյուս կողմից Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հակադարձում է, որ Թեհրանի դոկտրինը անընդական է եւ ագրեսիային աջակցող ցանկացած կողմ դառնալու է օրինական թիրախ։ Ինչպես են Թեհրանում ընկալում նախ Վաշինգտոնի այս ազդակները։ Տեսեք, մի քիչ զավեշտ է հնչում, որ սա ընդամենը ընդհարում է, եւ ես դա կասեի, որ տեղավորվում է Թրամփի հայտարարությունների տրամաբանության սահմաններում, որոնք դեռևս սկսվել են 12-օրյա պատերազմից եւ շարունակվում են մինչ հիմա, այսինքն մեկ տարուց արդեն մի քանի ամիս ավելին։ Եվ ըստ երևույթի գերտերությունները սովորություն ունեն, որ գործողությունները անվանել նման կերպ, ռազմական, այո, գործողությունները անվանել նման կերպ։ Թեհրանում սա մեղմ ասած ծիծաղ է առաջացնում, որ սա ընդամենը ընդհարում է, ոչ ընդհարում չէ, պատերազմ է, որովհետև ամեն օր արդեն 11-2-րդ օրն է, երբ ռմբակոծվում է Իրանի ամբողջ այսպես ծովային սահմանը, Պարսից ծոց եւ Օմանի ծովը, այդ ամբողջ երկայնքը ռմբակոծվում է, թիրախ են դառնում ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ, Իրանի ռազմագիտական շրջանակները, փորձագիտական շրջանակները եւ ոչ միայն իրանական, այլ նաեւ արևմտյան շրջանակները զգուշացնում են, որ նաեւ սա կարող է լինել նախապատրաստում, տեսականորեն հնարավոր է, որ նախապատրաստվում է Միացյալ Նահանգները որոշակի ցամաքային գործողության համար։ Այդ իսկ առումով սա անընդունելի է Թեհրանի տեսանկյունից եւ ինչպես արտգործնախարար Արաղչինը հայտարարել, Իրանը գործում է այդ սկզբունքով ական, այսինքն թիրախավորվում են Միացյալ Նահանգների ռազմաբազաները ամբողջ տարածաշրջանում, մասնավորապես հիմա թիրախում են կենտրոնում են հայտնվել Բահրեյնում, Քուվեյթում եւ Հորդանանում ու ընդ որում շատ ուժգին հարվածներ, որը Սենտկոմը, Ամերիկայի կենտրոնական հրամանատարությունը տարածաշրջանում եւ Պենտագոնը փորձում են որոշակիորեն դրանք այսպես մեր լեզվով ասած ծածկադմփոց անել։ New York Times-ը հենց իր երեկվա, եթե չսխալվեմ, համարում անդրադարձել է հենց այդ թեմային, որ մանավանդ Հորդանանի ռազմաբազային հասցված հարվածները չափազանց ծանր են եղել։ Զոհերի մասին են խոսում, այո, զոհերի մասին են խոսում եւ ըստ երևույթին ինչ թիվել որ հայտարարվում է, ակնկալվում է, ավելի ճիշտ ենթադրվում է, որ ավելի շատ են զոհերի թիվը ավելի շատ է, քան ներկայացում է իրականում։ Միգուցե զոհերի թվի մասին ես նշեմ, որ չեմ կարող հստակ բան ասել, կա 6-ը, ինչքան գիտեմ, 6 զոհի մասին պաշտոնապես խոսվում է, վիրավորների թիվն է մեծ եւ դրանից բացի հսկայական վնասներ է կրել տեխնիկան, որը տեղակայված էր այդտեղ, ուղղաթիռները ռազմական, բունկերները, որոնք օգտագործվում են ռազմական ինքնաթիռների համար եւ մանավանդ ռադարային համակարգը, որը մեծ նշանակություն ուներ ոչ տարածաշրջանը ծածկելու առումով։ Դրանք շատ լուրջ վնասներ են կրել։ Այս պահին Հորմուզի նեղուցը ում վերահսկողության տակ է։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ յովին վերահսկում է Հորմուզի նեղուցի մուտքը եւ ելքը, սակայն Սենտկոմը հայտարարում է, որ այդ լուրը սուտ է։ Իրական պատկերը ո՞րն է գետնի վրա, ինչ եք կարծում։ Երբ համադրում ենք ողջ լրահոսի տեղեկատվությունը, որ կա, անկախ շրջանակների տեղեկատվությունը այս մասին, երբ այս բոլորը համադրում ես, փաստը մնում է փաստ, որը ԻՀՊԿ-ն կամ այլ խոսքով Իրանի ռազմածովային ուժերը, այսպես ասած ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վերահսկում են իրավիճակը Հորմուզի նեղուցում։ Առնվազն 90%-ը, հիմա գանք մի 10%-անոց բան թողնենք, որ այդ արանքից մի երկու նավ կարող են անցնել, բայց 90%-ով վերահսկվում է։ Այսօր առավոտյան տվյալներով պաշտոնապես ԻՀՊԿ-ի հայտարարությամբ նշված էր, որ ամբողջ նեղուցը փակ է եւ մի բան գոյություն ունի, կրկին ես վերադառնամ 40-օրյա պատերազմին մինչ օրս, մենք զուգահեռներ, երբ անցկացնում ենք ամերիկյան հայտարարությունների եւ իրանական հայտարարությունների միջև, տեսնում ենք, որ այն ինչ որ Իրանը հայտարարում է, հիմնական մասով, մեծ մասով 90%-ով 100%-անոց
համապատասխանում են իրականության, այսինքն այն իրավիճակին, որը իրականում հողի վրա գոյություն ունի։ Հիմա առավել մտահոգիչ է։ Reuters-ը գրում է, որ Վաշինգտոնն ու Ռիադը քաղաքացիական միջուկային համաձայնագիր են ձեռք բերել, որը Սաուդյան Արաբիային թույլ է տալիս հարստացնել ուրան առանց AMG-ի անակնկալ ստուգումների, այսինքն առանց լրացուցիչ արձանագրության։ Հիմա Թեհրանում ինչպես են սա անցալում, ինչ եք կարծում, ինչի համար է սա արվում, արդյոք Իրանին հակազդելու, վախեցնելու միգուցե ինչ որտեղ, թե այլ նպատակ կա։ Տարածաշրջանում ինչու մի երկրի թույլատրվում է ունենալ միջուկային զենք կամ միջուկային հնարավորություն, մյուսին ոչ, ինչն է պատճառը։ Ես պետք է նշեմ, որ սա տեղավորվում է այն երկակի ստանդարտների տրամաբանության սահմանում, որը Միացյալ Նահանգները եւ ընդհանրապես Արևմուտքը ունեն տարբեր խնդիրների հետ կապված Մերձավոր Արևելքում, հատկապես Իրանի կապակցությամբ։ Այդ երկակի ստանդարտների տրամաբանության մեջ է տեղավորվում։ Ինչպես նշեցիք, Իրանին թույլատրելի չէ այդ ամեն ինչը, բայց Սաուդյան Արաբիային կարող են արտոնություններ տան, որ անգամ առանց անակնկալ ստուգումների ինքը կարողանա ուրանը հարստացնի։ Իսկ միգուցե ուժերի վերադասավորությունը տեղի ունենում Դեռ տարածաշրջանում։ կարծում եմ, որ մի քիչ վաղ է ուժերի վերադասավորման մասին խոսել, որտեղ պետք է սպասենք ընթացքին։ Իդեպ առաջինը Իսրայելն է արձագանքել։ Դեռ Իրանը պաշտոնական չի արձագանքել, բայց Իսրայելը առաջինը արձագանքել է դրան եւ անընդունելի է համարել, որովհետեւ ըստ այն դոկտրինի, որը Իսրայելն է ձևավորվել իր պաշտպանական դոկտրինի, այս տարածաշրջանում որևէ պետություն, որևէ երկիր չպիտի ունենա միջուկային հնարավորություններ։ Խոսքը զենքի մասին չէ, անգամ հնարավորությունների մասին, այսինքն այն ինչ որ փորձում են կատարել Իրանի հետ։ Բայց այո, տրամաբանական է, եթե մենք ենթադրենք, որ այստեղ կա անուղղակի մեսեջ նաև ուղղված Իրանին, բայց կրկնում եմ, պետք է սպասենք զարգացումների ընթացքին։ Դեռ շատ սաղմնային վիճակում է գտնվում այս ամեն ինչը։ Պետդեպը զգուշացնում է, որ իրադրության անկախատեսելի թեժացում կարող է լինել եւ ամերիկյան օբյեկտների վրա հնարավոր հարվածներ կարող են լինել օդային տարածքների պարբերական փակման մասին են նաեւ հայտարարում։ Վաշինգտոնում սպասում են էսկալացիայի նոր ալիքի, թե ինչի մասին է պետդեպի այս անհանգստությունը, ինչ է կարծում կամ զգուշացումը։ Ընթացքը այս գործողություններինը մեզ հուշում է, որ մենք տեսականորեն պետք է սպասենք նաև էսկալացիայի թեժացմանը։ Այս ընթացքը, որ ներկա դրությամբ գոյություն ունի, որովհետև Միացյալ Նահանգները չի դադարեցնում, Թրամփը հայտարարում է, որ այսուհետ յուրաքանչյուր հարված որ լինի, 3 անցյալ օրներ հայտարարել, դրա դիմաց ես հարվածել եմ քաղաքացիական, մեկ կամուրջի, մեկ, չգիտեմ, էլեկտրակայանի եւ ջրի աղազերծման կայանի եւ Իրանն էլ հայտարարել է նման հարվածներ ստանալու են համարժեք պատասխան ողջ տարածաշրջանի մասշտաբով։ Այսինքն կարող է էսկալացիան այդ առումով բարձրանալ։ Նաև մի կարևոր խնդիր կա։ Այն գործողությունները, որոնք իրականացնում է Միացյալ Նահանգներն այսօր տարածաշրջանում, հարվածների թիրախները բոլորը ունեն ինչ-որ տրամաբանական նպատակային, այսպես շղթա, ռազմական ենթակառուցվածքներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ, դրանք կամուրջներ են, երկաթողային հանգույցներ են եւ նման։ Այսինքն ես շատ ժամ չխլեմ ու դրանք ըստ ռազմական փորձագետների, իրանական ռազմագիտական փորձագիտական շրջանակներ, ռազմական փորձագիտական շրջանակները հուշում են, որ սա տրամաբանորեն, տեսականորեն կարող է ենթադրել այն բանը, որ Միացյալ Նահանգները նաև պատրաստվում է որոշակի ցամաքային գործողությունների համար Իրանի Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում գտնվող ռազմավարական նշանակության կղզիների կամ անգամ Իրանի տարածքից ներս որոշակի գործողությունների համար։ Եվ սա մեզ հուշում է, որ այո, եթե ընթացքը չկասեցվի, եթե Միացյալ Նահանգները չփորձի վերադառնալ այն նախապայմաններով, որը իդեպ ինքն է ընդունել, նախաստորագրել բանակցային սեղանի շուրջ, մենք կարող ենք նման երևույթի ականատեսը լինենք, զարգացումների ականատեսը լինենք մոտ ապագայում անգամ։ Պարոն Շահնազարյան, սրան զուգահեռ Մեծ Բրիտանիայի գնան իր քաղաքացիներին հիշեցրել է Իրանից Հայաստանով տարհանվելու հնարավորության մասին։
առանց վիզայի մինչև 180 օր կարող են այդ քաղաքացիները մնալ Հայաստանում։ Ինչպես է գնահատում Հայաստանի դերը որպես տարանցիկ հումանիտար միջանցք եւ արդյոք սա լրացուցիչ ռիսկեր կամ պատասխանատվություն չի ենթադրում Երևանի համար։ Ես չեմ կարծում, որ սա ներկա պահի դրությամբ որոշակի ռիսկ կամ պատասխանատվություն ենթադրի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև այս տարածաշրջանում դեռևս Հայաստանի Հանրապետությունը մնում է այն ամենաանվտանգը, դեռևս ներկա դրությամբ ինքը շարունակում է մնալ ամենաանվտանգը։ Ես շեշտեմ մի բան, դա չի նշանակում, որ ինքը անուղղակիորեն ներքաշված չի, որովհետև եթե ամբողջ տարածաշրջանը ներքաշված է այս պատերազմում, դու չես կարող զերծ մնալ դրանից։ Առիթ եմ ունեցել նշելու սա երկրորդ համաշխարհային պատերազմը չէ, դու էլ շվեյցարիան չես, այս տարածաշրջանն էլ կենտրոնական Եվրոպան չէ։ Բայց այն որ ասենք այս տարհանումները կարող են ռիսկեր առաջացնել, ես նման ռիսկեր չեմ տեսնում։ Ընդհանրապես չեմ կարծում, որ պարտավորություններ լինեն, որովհետև այս մարդիկ մեծ հավանականությամբ նաև Երևանը կօգտագործեն որպես տրանզիտ, այսպես կետ տեղափոխվելու իրենց երկրները։ Ես չեմ կարծում, որ սա հավելյալ պարտավորություն կամ ռիսկ առաջացնի Հայաստանի Հանրապետության համար ներկա դրությամբ։ Դուք երկար ժամանակ Ալիք օրաթերթի խմբագիրն եք եղել եւ սերտ կապված եք եղել իրանահայ համայնքի հետ։ Այսօր այդ կապը կա։ Այո։ Այ ինչպիսին է իրենց տրամադրությունը, հայերի տրամադրությունը Իրանում եւ կա արդյոք տրամադրվածություն դեպի Հայաստան տեղափոխվելու գալու։ Տեսեք, իրանահայ համայնքը իրանական մեծ հասարակության մի մասնիկն է։ Ինքը չի կարող անջատված, այսպես գեթոյացված վիճակում ապրել մի հասարակությունում, մի երկրում, որը գտնվում է դե ֆակտո 1 տարի է ինչ գտնվում է պատերազմական պայմաններում։ Բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն այսօր Իրանում եւ իրանական հասարակության համար, դրանք կրում է անմիջականորեն նաեւ իրանահայ համայնքը։ Դեպի Հայաստան գալու տրամադրության մասին ես չունեմ տվյալներ հստակ, որ նշեմ, որ համայնքի մեծամասնությունը կամ փոքրամասնությունը կամ այս թիվը, այս քանակությունը տրամադրություն ունի գալ Հայաստան, բայց նկատի ունեմ Միացյալ Թագավորության եւ նման այլ երկրների հայտարարությունները ինչպես են անդրադառնում այդ հայտարարությունները կապ չունեն։ Իմջայլոց ասեմ, այդ հայտարարությունները համայնքի վրա չեն ազդում, բայց փորձը 12-օրյա պատերազմինը, 40-օրյա պատերազմինը ցույց է տվել, որ այո, իրանահայ համայնքի որոշակի քանակությամբ ներկայացուցիչներ նման դեպքում նախընտրում են, որ տեղափոխվեն Հայաստան։ Պարոն Շահնազարյան, հաշվի առնելով դեսպանատների հերավար աշխատանքը, Միացյալ Նահանգներ, Սաուդյան միջուկային գործարքը, ռազմական սպառնալիքները եւ նաեւ այստեղ ճիշտ ասած մենք չխոսեցինք այդ մասին, բայց բազմիցս ենք խոսել հաղորդումների ընթացքում, նաեւ Ռուսաստանի մոտեցումը Իրան, Միացյալ Նահանգներ այս արճակատման հարցում, որն է առաջիկա շաբաթների ձեր ամենահավանական սցենարը։ Ես ենթադրում եմ, որ այս ընթացքը կշարունակվի։ Իդեպ նշեմ, որ թե 12-օրյա պատերազմը, թե դրանից հետո զարգացումները, որ տեղի ունեցան, թե մանավանդ 40-օրյա պատերազմը մեզ հուշում են, որ այս իրանա-ամերիկա-իսրայելական, որովհետև չի նշանակում, եթե Իսրայելը այսօր пассив դիրքերում է, ճակերտավոր пассив դիրքերում է, դա չի նշանակում, որ ինքը ուղղակիորեն ներքաշված չի այս ամեն ինչում։ Ինքը ընդհանրապես ռազմական գործողություններին չի մասնակցում, ընդհանրապես այդ հատվածով ուղղակի ռազմական գործողություններ։ Այս հակամարտությունը ցույց է տվել, որ ինքը լի է անակնկալներով։ Այսինքն ամենաթեժ պահին մենք կարող ենք էսկալացիայի կտրուկ իջեցման ականատեսը լինենք, ամենաթեժ պահին կարող ենք բանակցային որոշակի գործընթացներ, հրադադար եւ հրադադարի բանակցությունների պայմաններում մենք կարող ենք ականատեսը լինել ռազմական գործողությունների, բայց ես կարծում եմ, որ այս ընթացքը դեռևս կշարունակվի։ Երբ ասում է, որ Իրանի հետ մենք պատերազմ չենք անում, ընդհարում է սա, բայց Իրանն էլ այս պահին պատրաստ չէ դեր գործարքի։ Հաշվի առնելով նաև այս հայտարարությունը, առաջիկայում դիվանագիտական խողովակներով հնարավոր է որևէ բան տեղի ունենա, թե այս պահի դրությամբ հաշվի առնելով այն ինչ տրամադրությունները, որոնք գոյություն ունեն Իրանում, հաշվի առնելով իրանական փորձը, թե
առաջին երկու պատերազմների ընթացքում գիտեք բանակցություններ էր ընթանում, իդեպ երկու պարագայում էլ հայտարարությունը երկու կողմերի կողմից էլ այն էր, որ մենք մոտ ենք համաձայնության եւ միանգամից սկսեց ռազմական գործողություններ։ Այս դեպքում էլ ստորագրվեց փոխհմբռնման հուշագիր ու բանակցային գործընթացներ առաջին փուլն էլ Ժնևում տեղի ունեցավ Շվեյցարիայում ու հետո միանգամից պատերազմ։ Ներկա դրությամբ Իրանը նման ցանկություն չունի, որովհետև երբ դու 3 անգամ նստում ես բանակցությունների, 3 անգամ մոտենում ես համաձայնության, երրորդ անգամ արդեն որոշակի փաստաթուղթ ես ստորագրում, ճանապարհային քարտեզ ես մշակում, պայմանավորվածություն է ձեռք բերում աշխատանքային մասնագիտական խմբերի գործունեության մասին եւ սկսվում է ռազմական գործողություններ եւ մյուս կողմը առաջին իսկ հնարավորության այսպես կոչված խախտում է այդ պայմանավորվածության 14 կետերն էլ թիվ 1-ից մինչև թիվ 14-ը բոլոր կետերը խախտում է իմաստը որն է տրամաբանական հարցը դա է այսինքն փլվում է վստահությունը փլվում է վստահությունը չկա վստահությունը դրանից չկա հետո ինչ է լինում արդեն երբ վստահություն չկա մեկը մյուսի նկատմամբ վստահություն չկա մենք ականատես ենք լինում այս բանին Իրանը պատրաստ է պատերազմի համար այսինքն Իրանը հայտարարում է բազմիցս հայտարարել է որ եթե Միացյալ Նահանգները ցանկանում է գնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, եթե ցանկանում է ցամաքային հարձակումների, իրանական զինված ուժերի ներկայացուցիչները իդեպ հայտարարում են մենք երկար ժամանակ է սպասում ենք ձեզ, երկար ժամանակ է սպասում ենք ձեզ, դա տեղի կունենա։ Ես հույսով եմ, որ այդ փուլին չի հասնի, ես հույսով եմ, որ այնուամենայնիվ բանականությունը կհաղթի եւ սա պետք է հաղթի ոչ որպես իրանական դիրքերից խոսող մարդ անձնավորություն եմ ասում, լավատեսությունը գալիս է դրանից, որ այնուամենայնիվ այս հակամարտությունից ոչ միայն Միացյալ Նահանգներն է տուժում է ողջ տարածաշրջանը, արդեն արաբական երկրները որոշակի փորձ ունեն դրանը, տուժում է ողջ միջազգային հանրությունը, մանավանդ տնտեսական առումով արևմուտքն է տուժում, Միացյալ Նահանգների հասարակությունը եւս տուժում է այս ամեն ինչից։ Այնուամենայնիվ բանականությունը ինչ որ տեղ Միացյալ Նահանգներում կհաղթի։ Շատ աղոտ է իմիջիայլոց ասեմ իմ լավատեսությունը, բայց պետք է դա տեղի ունենա, որպեսզի կողմերը կարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի առնվազն այս հակամարտությունը ավարտ ունենա։ Հենց ձեր հաղորդմանը ես առիթ եմ ունեցել նշելու Իրան, Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ տարաձայնությունները ունեն խորը ռազմավարական եւ աշխարհաքաղաքական եւ գաղափարական բնույթ։ Այնպիսին չէ, որ առաջին իսկ փաստաթուղթը, որը ստորագրվի, ասենք պատերազմ հիմա տեղի չունենար, 2 ամիս բանակցություններ ստորագրվել ինչ որ հուշագիր։ Դա կնշանակեր, որ երկու կողմերի հարաբերությունները կարգավորում են, ոչ նման բան չկա, երկու կողմերը շատ հեռու են այդ հանգրվանին հասնելուց, բայց գոնե էսկալացիան նվազում է, տարածաշրջանում որոշակի կայունություն ստեղծվի։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի հետ։ Ցտեսություն։